Սիրելի հետևորդներ ջան, ինչպես տեսնում եք, պատրաստ է։ Շատ էլ համեղ է ստացվել։ Վայ չուտողին։ Չեմ ուզում հրաժարվել, բայց որ սենց էլ ուտենք, չաղանանք։ Ուտենց հաճ է, որ քաղցր շատ ես ուտում, շատ ընտիր ա եղել, շատ սիրելի հետևորդներ ջան։ Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք։ Հույսով եմ, որ լավ եք, եղանակին համաշնուր, այսօր եղանակն էլ ճիշտ է մի քիչ անձրևոտ է, բայց օրվա երկրորդ կեսին կբացվի, մեր սրտերն էլ իր հետ կբացվի, ես էլ ոնց որ տեսնում եք, արդեն լավացել եմ, 100% չէ, բայց լավացել եմ մեր Տիրոջ օգնությամբ, այսօր էլ օրհնյալ օր լինի, բարի օր լինի բոլորիս հետ, բոլորիս ընտանիքներում, համերաշխ լինենք, բարի լինենք, ներող լինենք, սիրելի հետևորդներ ջան, ինչ ասեմ, նախքան իմ գործին անցնելը, ինչ պետք է պատրաստենք, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակոճակը, գրվել ձեր մեկնաբանություններով, բոլորից շատ սիրում եմ, սիրելիներս, ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր ճիշտ ասած աշխատանքի չեմ, տունն եմ, որ տունն եմ ասացի որոշեմ մի երկու բան պատրաստեմ, որտեղ ժամանակ չեմ ունենում, հոգնած եմ լինում, գալիս եմ արդեն հարմար չի լինում, դրա համար որոշեցի եւ ասի տեսնեմ ինչ եմ պատրաստել եւ այդ մի երկու բան կպատրաստեմ սեր հետևորդներ ջան, որոշել եմ պատրաստել մի հատ խմորեղեն, կարելի է խմորեղեն ասել, կեքս ասենք չէ, բայց հա խմորեղեն ինչ որ այա, կարող ենք ասենք նեգրի շպիտ, նեգրի շպիտը տորթեր են պատրաստում, դա այդ տորթին չի վերաբերում, տորթ չի, սա ուղղակի խմորեղեն է, ընթացքում կտեսնեք, սիրելի հետևորդներ ջան, դե արդեն ձերքիս տակ ունեմ, մի րոպե քիչ ցածրացնեմ, սա որ երևա, ոնց որ այսպես լավ է, չէ, հա, երևում է, սիրելի հետևորդներ ջան, ձերքիս տակ ունեմ ալյուր, ինչ որ պետք է, երկու տեսակի խմոր ենք պատրաստելու, մեկը կակաոյով, մեկը հասարակ, հիմա այս վարքյանին կպատրաստենք մեր հասարակ խմորը, մեկ բաժակ տակ ջուր, ոչ շատ երվան, հիմա եղանակը սառնա, որպեսզի հեշտ մանան էլի, հասունանա, երկու բաժակ կթալ բուսայուղ ենք լցնում, շաքարավազ ենք լցնում, այսինքն ովքեր որ քաղցր է սիրում, կարան քաղցր, բաժակը լիք է լցնել, բայց մենք այդքան քաղցր չենք սիրում, դրա համար կես բաժակ լցրեցի, սիրելի հետևորդներ ջան, էլի չենք լցնում, էլ մեկ ճաշի գթալ դրոշ, ստեղ քիչ է, սա լցնեմ, տեսնեք ստեղից լցնեմ, շատ լիքը չլցնեմ, ճաշի գթալը շատ լիքը պետք չի, ոնց որ դիսերտի գթալ, որտեղ խմորը քիչ է, պետք չի որ շատ դրոշ լցնենք, սիրելիներս, սել ասպես աղ կմնա հետո, հիմա կխառնենք, ալյուրն աղաց պատրաստա մոտս դրած, հիմա խմոր կպատրաստենք, քիչս հեռավորության վրա կանգնենք, որ լավ երևա, հիմա կլցնենք ալյուրը,
Անուրը որ լցրեցինք, հենց այս ժամանակ մեկ թեյի գթար, դիսերտի թեյի գթար աղիք լցնում։ Միշտ աղը մոռանում եմ, դնում եմ մոտս, մոռանում եմ, սակայն հիշողությանս մեջ թողեցի, որ հակառ չմոռանամ։ Այսօր տունը գործ չունեի անելու, որ անեի, մեր հարսը լրի մաքր է, պատրաստել գնացել է իրան գործի, աշխատանքի այսինքը, մեր քնարիք թողնուս էլ ստեղ չի, Յանան ստեղ չի, մենակ ենք, մեծ թողս էլ գնացել է աշխատանքի, մի խոսքով ասած տունը մենակ է։ Օրն էլ երկուշաբթի է, սիրելի հետևորդներ, էդ էլ ասեմ, որ իմանաք։ Դե որպես ձեզ շատ ձեզ շատ ոնց ասեմ չխանգարեմ իմ խմորը պատրաստելով, էտա սրանից հետո գիտեք փափուկ խմոր եք ստանալու։ Յանի գոգրոց ստրել էի ստեղ որ կապեմ, մոռացել եմ, այնոտ, թե չէ ինչքան էլ ասում ես զգուշ լինես, էլի խոշոտվում ես, ալիրոտվում ես, սրելիներս հետո նորից կմիանանք, սելի հետևորդներ մոռացավ որ կարակ է պետք է ավելացնեմ, ես կեսն էլ թողնեմ մյուս գնդի համար։ Արդեն որ կարակը ավելացել է, մի քիչ էլ ալյուր ուզելու։ Կարակը համարյա մի 150 գրամ կարակ եմ լցել։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ջան, խմորի մեջ գնում եմ 1 բաժակ ջուր, նայած ինչ բաժակ ուզում եք վերցրեք, 2 ճաշի կթալ բուսական յուղ, 1 թեյի կթալ աղ, 1 դիսերտնի կթալ դրոշ եւ ալյուր, շաքարավազ, 1 կես բաժակ շաքարավազ եւ ալյուրը։ Շաքարավազն էլ գիտեք, ով եթե քաղցր եք սիրում, կարող եք ավելացնել, 1 բաժակ ավելացնել։ Ընդհանրապես քաղցրը այդքան լավ չի, մեր առողջության համար այդքան լավ չի ստել։ Սիրելի հետևորդներ, արդեն խմորս պատրաստ է։ Տեսեք ինչ փափուկ խմոր ստացանք։ Ձեռերից էլ չի կպրում, ասա կարակ է սկսել, որտից պետք է կպրի։ Հատ էլ խաչ ենք անում և բերանը ծածկում, տարեկեքնի չեղավ։ Սա դնում ենք մի կողմի վրա, սիրելի հետևորդներ ջան, տանեմ եմ մյուս կողմը փաթաթեմ և գանք եմ մյուսը սկսենք։ Սիրելի հետևորդներ, հիմա երկրորդ չափաբաժինն ենք սկսում, էլի մեկ ճաշի կթալ, լիքը չէ, էլի դիսերտի կթալ դրոշ ենք լցնում, ջուրն ենք լցնում, տաք ջուրը, գոլից մի քիչ տաք, բուսայուղն ենք լցնում, աղը մնա հետո, շաքարավազն ենք լցնում, մի հատ լավ հարենք, որ շաքարավազն էլ լուծվի, ասում եմ էլի հլա շատ լավ, ճիշտ ասենք այդպես լավ եմ զգում, բայց ես հազը էլի մեկ-մեկ հազում եմ, այ մարդեսա ինչ բան է, չգիտեմ,
Իսկ թվում է շաքարավազն էլ արդեն հալած կլինի։ Դրոժներ։ Կլցնենք ալյուրը։ Կլցնենք աղը, դեսերտն կթալ։ Նույն չափաբաժին ասել հետևորդներ ջան։ Կլցնենք կակաո։ Կակաոյի փոշի 1 ճաշի կթալ երևի հերիքա։ Ինչ կլինի կեղի։ Լավ թող։ Բոլորը լցնենք։ Լցնենք շալի։ Երևի 2 ճաշի կթալ շոկոլադի փոշի էր սրել հետևորդներ։ Նորից ալյուր ենք ավելացնում։ Սկսում ենք խառնել։ Տեսեք գույնը փոխվեց, կակաոյի գույն դարձավ։ Շատ ժամանակ չխլեմ ձեզանից։ Հետևորդներ համարյա արդեն լսել է պատրաստ։ Այս մյուս խմորը։ Սա էլ դրանք հասունանա, որ միասին պատրաստ։ Դե կհանդիպենք, երբ որ արդեն պատրաստ լինի։ Անցնենք իր հիմնական գործի։ Սա էլ։ Հետևորդներ, հիմա կբացենք։ Մի քիչ դժվար է բացվում։ Մի քիչ ուշ տանք։ Քիչ այսպես ձեռների վրա ավելի հեշտ է բացվում։ Սա դնում ենք մի կողմի վրա, սիրելի հետևորդներ ջան։
Այս կողքի վրա եմ տնում իրան, ու այս մեկն ենք բացում։ Ջեռուցը դրել եմ, որ տաքանա, բացել եմ։ Իհարկե։ Մի քիչ այս կակաոյով խմորը ավելի պինդ է այս մյուսից։ Դե երևի կակաոյից է, էլի։ Օխլովս պտի փոխեմ, են մեծը բերեմ, տեսնենք հլավ ոնց է լինում, եթե սենց բացվեց, էլ չեմ բերի, չէ բացվեց։ Սել է հետևորդներ ճար, պահ մեկ ավարդ է, ինչ եմ գանում։ Այս մի լիստը դնում եք, այս մեկի վրա, այսից հավասարացնում ենք, ձգում ենք, իհարկե, որ կպնենք, որ հավասար լինի։ Հենց եզրից չենք ձգում, մի քիչ խորքից ենք ձգում, որ չճղվի։ Սերի հետևորդներ, հիմա ինչ ենք քսելու։ Մարդկա շոկոլադա քսում, իսկ ես ծիրանի ջեմ եմ քսելու։ Ծիրանի ջեմ եմ քսում։ Շատ էլ պետք չի քսել, այնքան որ խմորն առանձին է քաղցր է, մի քիչ էլ այս ջեմն էլ է քաղցր ու հերիք է, շատ պետք չի։ Երկու ճաշի գթար։ Եվ վրան ցանում եմ մի քիչ կոկո, կարող եք դուք ուրիշ բան ցանել, ինչ որ մտքերներով տանցնի։ Մի քիչ ես սիրում եմ, որ մի քիչ շատ է լինում, որ ուտելուս ատամի տակը զգաս։ Այլ այսպես։ Մի քիչ ստեղ դի հետ պահեի, այստեղ, որովհետև այդտեղ ուրիշ բան ենք անել։ Մի քիչ մուրաբանեք մաքրեմ ու բերեմ այս կողմի վրա։
Ուրեմն սիրելի հետևորդներ, հիմա գործողությունը պետք է ասեի, այս կնիկը գժվել է։ Սա առաջ անգամն եմ շարժ մոռացել, իսկ գիտեմ սենց է բերել, դու մի ասա անեց է տանելու։ Մեծ կնիկ է ոչինչ մոռանում եմ, տենց էլ կլինի։ Շատ չեմ մոռանում ուրիշների նման, ամեն ինչ նորմալ է, բայց շփոթվում եմ, մի խոսքով ասած ոչ թե մոռանում եմ, այլ շփոթվում եմ սիրելի հետևորդներ։ Հիմա տեղը դրեցի։ Տեստանակն էլ դնեմ մոտը, որպեսզի մեր ժամանական է սուսուխուշ չգնա, միացնեմ երաշտություն։ Բայց դուք նայեք գործողությանը։ Սիրելի հետևորդներ, իսկ հիմա պարզ է, մոտիկացնեմ, հիմա նայեցեք ինչ եմ անում, ոլորում ենք, այսպես, ու թաթաթում ենք, մտցնում ենք տակը ընդեղ, Սիրելի հետևորդներ, տեսեք, ինձ գեղեցիկ ստացվեց։ Հիմա սա ինչ պետք է անենք, սա պետք է տեղավորենք, այս հարմարակը քրոջս աղջիկն այն ձեր մի վիդել,
Առաջին անգամ եմ օգտագործում, ինչ ասես եմ օգտագործում, գիտեմ թե որ դնեմ ջեռուցում հալվելու է։ Լավ տեսնենք, մի քիչ բուսայուղ եմ ավելացրել, ինչաստեղ, մի քիչ բուսայուղ եմ ավելացրել, սիրելի հետևորդներ, որ չկպնեին, նա չի կպնում, բայց թե որ սովոր չեմ, բանը ավելացրել եմ, հիմա սա պետք է տեղավորեմ այստեղ, չգիտեմ հերիքելու է, թե չէ, թե կարող եք տարածությունը լավ էր հերիքեց, սելի հետևորդներ, Տեսեք իլ սիրուն եղավ ծելի հետևորդներ ջան, հիմա կթողնենք մի քիչ ինքը կհասունանա նորից, ու նոր կտեղափոխենք, վրան ձուկ կքսենք, ու կտեղափոխենք թխելու, ոնց որ ես մի կողմը մի քիչ բարձր եղավ, ինչ որ այլ է, Սենց կանենք ոչինչ։ Սելի հետևորդներ ժամանակն եկավ, որ դնենք թխելու։ Տեսեք ինչ սիրուն է եղել, բարձրացել է, մի քիչ էլ ընդեղ կբարձրանա, ծույ ենք քսում, ուղարկենք թխելու։ 180 աստիճանի տակ կդնեմ, հետո մի քիչ 200-ի տակ կդնեմ, որ լավ կարմրի։ Սաղ տեղերով քսենք։ Քունջուտ ենք ցանում։ Սպիտակ և սև։ Ինչ ուզում ա լինի սևը տեսքա տալիս իրել հետևորդներ ջան։ Ուղարկում ենք թխելու։ Սիրելիներս, տեսեք ինչ տեսք ունի։ Սիրելի հետևորդներ, տեսեք ինչ լավ է ստացվել, հիմա կտեղափոխեմ ստեղից։ Սիրելիներս տեղափոխեցի, տեսեք ինչ սիրուն է ստացվել։ Ուղղակի հիմա տաք է, չեմ կտրի, մի քիչ հետո նոր կկտրենք։ Սիրելի հետևորդներ ջան, տեսեք ինչ լավ է ստացվել։ Թողեցի մի քիչ էլ սառա, որ շատ չի սառել, բայց մի քիչ սառել է, որ համ տեսեք խմոր չլի, էլի ընդհանրապես տենց է սիրելի հետևորդներ։ Սիրելի հետևորդներ ջան, սա էլ նույնը, ասեմ, որ շատ համեղ է, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ է ստացվել։ Հալա այս ծայրա մասին բան չկա էդ, որ ծիրանի ջեմ եմ քսել, ընդեղ չկար է պոչի մասում, այդ մասն է,
ջերս տեղից համ տեսեմ։ Վայ չուտողի։ Վայ չուտողի։ Շատ համեղաստացվել։ Հենց պահքի խմորեղեն է կոչում։ Սելի հետևորդներ ջան, պահքի խմորեղեն։ Քտիս ծայրը քոր եկա։ Դե սիրելի հետևորդներ ջան, եթե դուր եկավ, դուք էլ պատրաստ եք, լսեք ձեզ մոտ ինչպես է ստացվում։ Շատ բան չի տանում իրար մեջ։ Չմոռանաք բաժանորդագրվել, լայքել, սեղմել կոճակը, գրվել ձեր մեկնաբանություններում։ Բոլորիդ շատ-շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովայ։